Նա հպարտությամբ գրել էր, որ իր հայրը գեներալ է, իսկ մայրը մաքրուհի, ծառայելու 2 պատվաբերձ։ Նրան հրապարակավ նվաստացրեց մի ուսուցչուհի, ով դատում էր արտաքինից։ Բայց երբ հայրը եկավ հանդիսավոր համազգեստով, ճշմարտությունը փայլեց ավելի ուժգին, քան ցանկացած նախապաշարմունք։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, մեր ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես սիրում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Զարթուցիչը դեռ չէր զնգացել, երբ Սոֆին բացեց աչքերը այդ հինգշաբթի առավոտ։ Սեպտեմբերյան առը սկսում էր թափանցել իր կրտսեր քրոջ, 6-ամյա Անահիտի հետ կիսվող սենյակի պարզ վարագույրների միջով։ Բայց Սոֆին չէր կարողանում քնել։ Այսօր Ավանի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում մասնագիտությունների օրն էր, նա շաբաթներ շարունակ պատրաստել էր իր ելույթը նույն սիրով ու նվիրումով, որը դնում էր իր բոլոր գործերի մեջ։ Նստելով մահճակալին, նա նայեց աշխատանքային սեղանիկի վրա բացված տետրին, որը հայրն էր իր համար պատրաստել սենյակի անկյունում։ Իր խնամքով գրված բառերը կարծես պարում էին էջի վրա։ Նա այնքան հպարտությամբ էր գրել իր ծնողների մասին, որ ամեն անգամ վերընթերցելիս զգում էր, թե ինչպես է կուրծքը լայնանում։ Սոֆիի համար չկար ավելի բնական բան, քան հիանալ իր մոր Տիկին Գայանեի աշխատանքով, որն ամեն օր առավոտյան ժամը 5-ին արթնանում էր, հոգ տանելու ուրիշ ընտանիքների տների մասին, իր հոր Ռուբենի աշխատանքով, ում նա գիտեր որպես շատ կարևոր մարդ բանակում, թե հայրը միշտ զուսպ էր այդ թեմայով։ Տունը, որտեղ նրանք ապրում էին, 2 սենյականոց բնակարան էր զինվորական թաղամասում, պարզ, բայց հարմարավետ։ Տիկին Գայանեն յուրաքանչյուր անկյուն զարդարել էր մեծ սիրով սուղ միջոցներով։ Պատերը ծածկված էին ընտանեկան լուսանկարներով, աղջիկների, կպչուն ժապավենով փակցված նկարներով մի փոքրիկ գրադարակով, որտեղ դրված էին այն գրքերը, որոնք Սոֆին սիրում էր կարդալ։ Տանը սկսեց տարածվել թարմ սուրճի բույրը, նշան, որ մայրն արդեն արթնացել էր։ Սոֆին ոտքերը սահեցրեց վարդագույն հողաթափերի մեջ գնաց դեպի խոհանոց։ Տիկին Գայանեն մեջքով կանգնած էր, գազօջախի վրա ինչ-որ բան խառնելով, արդեն հագին աշխատանքային համազգեստը։ Նա 42 տարեկան կին էր, ծմազերը ցածր կոկոնով հավաքած, աշխատանքից կոշտացած ձեռքերով, բայց մի ժպիտով, որը լուսավորում էր ցանկացած միջավայր։ Լսելով դստեր քայլերը, նա շրջվեց այն քնքուշ հայացքով, որը Սոֆին այդքան լավ էր ճանաչում։ Բարի լույս, ծաղիկս։ Այսօր շուտ ես արթնացել, հա։ Անհամբեր ես սպասում այս կարևոր օրվան, հարցրեց Տիկին Գայանեն, ձեռքերը սրբելով ծաղկավոր գոգնոցին։ Սոֆին վազեց գրկելու մորը, զգալով օճառի այն նուրբ բույրը, որը միշտ ուղեկցում էր նրան։ Բարի լույս, մամ։ Չկարողացա լավ քնել։ Անընդհատ մտածում եմ, արդյոք հայրիկը կկարողանա գալ։ Ասաց, որ կփորձի, բայց… Տիկին Գայանեն շոյեց դստեր շագանակագույն, գանգուր մազերը։ Նա գիտեր, թե որքան էր Սոֆին անհանգստանում, երբ հորից ինչ-որ բան էր սպասում։ Ռուբենը նվիրված էր իր աշխատանքին, միշտ ներգրավված առաքելությունների մեջ, որոնք նա լիովին չէր հասկանում, բայց գիտեր, որ կարևոր են երկրի համար։ Երբեմն նա օրերով տանը չէր լինում, երբեմն ուշ էր գալիս շատ շուտ գնում։ Բայց երբ ներկա էր, հոգատար ու ուշադիր հայր էր։ Հայրդ կանի հնարավորը, Սոֆի։ Դու գիտես, որ նա քեզ շատ է սիրում, շատ հպարտ կլիներ, տեսնելով քո ելույթը։ Բայց նույնիսկ եթե չկարողանա գալ, քո ելույթը մինույն է հրաշալի կլինի։ Կարևորն այն է, որ դու սրտով ես գրել։ Սոֆին ժպտաց, բայց նրա շագանակագույն աչքերում դեռ անհանգստության մի փոքր ամպ կար։ Մամ, կարծում ես, մյուս ծնողներին դուր կգա։ Իմ ելույթը։ Ես խոսել եմ հայրիկի ու քո աշխատանքի մասին։ Ասել եմ, որ երկուսն էլ կարևոր են։ Տիկին Գայանեն կռացավ, դստեր հասակին հավասարվելու համար, բռնելով նրա փոքրիկ ձեռքերը։ Գեղեցկուհիս, յուրաքանչյուր մարդու աշխատանքը կարևոր է։ Հայրդ պաշտպանում է մեր երկիրը, իսկ ես հոգ եմ տանում ընտանիքների տների մասին, որպեսզի նրանք ունենան մաքուր կոկիկ տուն։ Չկա մեծ կամ փոքր աշխատանք, կա սիրով նվիրումով արված աշխատանք։ Եվ դու դա շատ լավ ես հասկացել։ Այդ պահին մուտքի դուռը բացվեց, ներս մտավ Ռուբենը, դեռս իր ծառայողական համազգեստով։ Նա բարձրահասակ, լայնաթիկունք տղամարդ էր, զինվորական ոճով կտրված ճերմակած մազերով, բայց բարի աչքերով, որոնք միշտ լուսավորվում էին, երբ տեսնում էր իր աղջիկներին։ Սոֆին վազեց դեպի նա, իսկ հայրը նրան գիրկն առավ, պտտեցնելով օդում, ինչպես անում էր, երբ նա դեռ շատ փոքր էր։
Բարի լույս, արքայադուստր։ Այսօր մեծ օր է, հա՞։ Պատրաստ ես փայլելու ելույթիդ ժամանակ։ Սոֆին ուղիղ նայեց հոր աչքերին, փորձելով ինչ-որ նշան գտնել միջոցառմանը նրա ներկայության մասին։ Հայրիկ, կկարողանաս գալ։ Գիտեմ, որ քո աշխատանքը շատ կարևոր է, բայց… Ռուբենը նրան իջեցրեց գետնին ծնկի իջավ, նրա հասակին հավասարվելու համար։ Նրա մեծ ու կոշտացած ձեռքերը նրբորեն դիպան դստեր դեմքին։ Սոֆի, աղջիկս, ես շատ կփորձեմ գալ։ Բայց դու պետք է իմանաս, որ լինեմ այնտեղ, թե ոչ, ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Դու խիզախ ես, խելացի մեծ սիրտ ունես։ Դա շատ ավելի կարևոր է, քան ցանկացած աշխատանք։ Տիկին Գայանեն կարոտով ժպտալով հետում էր տեսարանին։ Նա Ռուբենին ճանաչում էր 16 տարեկանից, երբ նա ընդամենը շարքային զինվոր էր, իսկ ինքն աշխատում էր Զորամասի մոտ գտնվող սրճարանում։ Նրանք խելահեղ սիրահարվել էին, բայց նրանց հարաբերությունները լի էին խոչընդոտներով։ Նրա ընտանիքը, ավանդական զինվորականներ, լավ չէին վերաբերվում համեստ ծագում ունեցող աղջկա հետ հարաբերություններին։ Իսկ իր ընտանիքը կարծում էր, որ Ռուբենը կյանքում սովորական զինվորից ավելին երբեք չի դառնա։ Բայց նրանք ապացուցեցին, որ իսկական սերը հաղթահարում է ցանկացած արգելք։ Ռուբենը սովորեց, դասընթացների մասնակցեց, ամբողջովին նվիրվեց զինվորական կարիերային։ Տիկին Գայանեն քրտնաջան աշխատեց, խնայեց ամեն կոպեկ, աջակցեց ամուսնու բոլոր երազանքներին։ Երբ նա սերժանտի կոչում ստացավ, նրանք ամուսնացան թաղամասի եկեղեցում համեստ արարողությամբ։ Երբ լեյտենանտ դարձավ, ծնվեց Սոֆին։ Ամեն առաջխաղացման, ամեն ձեռքբերման դեպքում նրանք միասին էին տոնում, իմանալով, որ յուրաքանչյուր հաղթանակ երկուսի ջանքերի արդյունքն էր։ Այժմ Ռուբենի ուսերին 4 աստղեր փայլում, բայց իր աղջիկների համար նա շարունակում էր մնալ պարզապես հայրիկ, որն օգնում էր տնային աշխատանքների հարցում, քնելուց առաջ պատմություններ էր պատմում կիրակի օրերին նրբաբլիթներ պատրաստում։ Ընտանիքը որոշել էր պարզ համեստ կյանք վարել։ Ռուբենը բացատրել էր տիկին Գայանեին, որ բարձրաստիճան զինվորականներից շատերը նախընտրում են իրենց ընտանիքներին հեռու պահել ուշադրության կենտրոնից, անվտանգության նկատառումներով։ Հայրիկ, կարող եմ իմ ելույթը կարդալ քեզ համար, նախքան դպրոց գնալս, հարցրեց Սոֆին, վազելով իր տետրի հետից։ Ռուբենը նստեց խոհանոցի սեղանի շուրջ, Սոֆին բացեց տետրը այն էջի վրա, որը նշել էր կարմիր ժապավենով։ Պարզ հուզված ձայնով նա սկսեց կարդալ. Իմ անունը Սոֆի Սարգսյան է, այսօր ես կխոսեմ իմ ծնողների մասնագիտությունների մասին։ Մայրիկիս անունը Գայանե է, նա տնային աշխատող է։ Ամեն օր նա շատ շուտ է արթնանում, հոգ տանելու ուրիշ ընտանիքների տների մասին։ Նա մաքրում է, կարգի բերում, լվանում արթուկում։ Հագուստը։ Մայրիկս դա անում է մեծ սիրով, որովհետև ասում է, որ յուրաքանչյուր ընտանիք արժանի է ունենալ մաքուր հարմարավետ տուն։ Ես շատ եմ հիանում մայրիկովս, որովհետև նա աշխատասեր է, նվիրված միշտ տուն է վերադառնում ժպիտը դեմքին։ Սոֆին կանգ առավ շունչ քաշելու նայեց ծնողներին, որոնք լիովին կենտրոնացած էին նրա խոսքերի վրա։ Հայրիկիս անունը Ռուբեն է, նա հայկական բանակի գեներալ է։ Նա իր համազգեստի վրա 4 աստղ ունի աշխատում է, պաշտպանելով մեր երկիրը։ Հայրիկը շատ է ճամփորդում, երբեմն օրերով տանը չի լինում, բայց նա դա անում է, որովհետև սիրում է Հայաստանը, ուզում է, որ բոլոր ընտանիքներն ապահով լինեն։ Նա ինձ սովորեցնում է, որ զինվորական լինել նշանակում է պատասխանատու լինել մյուս մարդկանց համար։ Ես շատ եմ հպարտանում հայրիկովս, որովհետև նա խիզախ է արդար։ Ռուբենը կոկորդում խեղդոց զգաց։ Դստեր խոսքերի պարզությունն ու ճշմարտացիությունը խորապես հուզեցին նրան։ Տիկին Գայանեն զգուշորեն սրբեց դեմքով հոսող արցունքը։ Սոֆին շարունակեց. Ես սովորել եմ, որ բոլոր մասնագիտությունները կարևոր են։ Մայրիկս հոգ է տանում տների մասին, որպեսզի ընտանիքները երջանիկ լինեն։ Հայրիկս պաշտպանում է երկիրը, որպեսզի մենք բոլորս կարողանանք խաղաղ ապրել։ Երբ մեծանամ, ուզում եմ մի մասնագիտություն ունենալ, որը նույնպես կօգնի մարդկանց, որովհետև ծնողներս ինձ սովորեցրել են, որ ամենագեղեցիկ աշխատանքն այն է, որն արվում է սիրով ծառայում է ուրիշներին։ Երբ նա ավարտեց, խոհանոցում հուզիչ լռություն տիրեց։ Ռուբենը վեր կացավ ամուր գրկեց դստերը։ Սոֆի, սա ամենագեղեցիկ ելույթն է, որ ես երբեք լսել եմ իմ կյանքում։ Դու հիանալի հասկացել ես, թե ինչ է արժանապատվությունն աշխատանքի մեջ։ Ես շատ եմ հպարտանում քեզնով։ Տիկին Գայանեն նույնպես մոտեցավ իր սիրելի մարդկանց փաթաթվեց ընդհանուր գրկախառնության մեջ։ Հիմա գնա հագնվիր, ծաղիկս։
Դու այսօր փայլելու ես, ասաց տիկին Գայանեն, համբուրելով դստեր ճակատը։ Սոֆին վազեց պատրաստվելու, ամուսինները մնացին խոհանոցում մենակ։ Ռուբենը բռնեց կնոջ ձեռքերը։ Գայանե, ես այսօր պետք է այնտեղ լինեմ։ Սոֆին արժանի է, որ ես ներկա լինեմ այս պահին։ Ռուբեն, դու գիտես, որ նա հասկանում է, երբ դու չես կարողանում գալ։ Քո աշխատանքը։ Ոչ, Գայանե։ Այս անգամ այլ է։ Նա այնքան հպարտությամբ է գրել մեր երկուսի մասին։ Նա արժանի է, որ հայրը ներկա լինի լսի նրան։ Ես կխոսեմ հրամանատարի հետ։ Եթե պետք լինի, շքահանդեսային համազգեստով կգնամ։ Ուզում եմ, որ նա իմանա, որ իր ծնողներն այնտեղ են, աջակցում են նրան։ Տիկին Գայանեն ժպտաց։ Նա լավ էր ճանաչում ամուսնու հայացքում այդ վճռականությունը։ Դա նույն վճռականությունն էր, որը նրան շարքային զինվորից գեներալ էր դարձրել, նույնը, որը նրան ստիպում էր ներկա հայր լինել, չնայած բոլոր պարտականություններին։ Սոֆին վերադարձավ խոհանոց արդեն հագնված, իր անթերի դպրոցական համազգեստով մազերը երկու հյուսով հավաքած, որոնք զարդարված էին կարմիր ժապավեններով։ Նա փայլում էր, բայց աչքերում դեռ մի փոքր անհանգստություն կար։ Մամ, դու կկարողանաս գալ։ Տիկին Գայանեն նայեց Ռուբենին, որը զգուշորեն գլխով արեց։ Իհարկե կգամ, աղջիկս։ Աշխարհում ոչինչ ինձ չի ստիպի բաց թողնել քո ելույթը։ Սոֆին ուրախությունից ցատկոտեց։ Իսկ հայրիկը։ Ռուբենը նորից ծնկի իջավ, դստեր փոքրիկ ձեռքերը բռնելով իր ձեռքերի մեջ։ Արքայադուստր, հայրիկը կանի ամեն ինչ, որ իրենից կախված է, որպեսզի այնտեղ լինի։ Եվ եթե կարողանամ գալ, դա անակնկալ կլինի, լավ։ Բայց դու չպետք է նյարդայնանաս, եթե ես չհայտնվեմ։ Կարևորն այն է, որ դու սրտով խոսես, ինչպես հենց նոր արեցիր այստեղ։ Սոֆին գլխով արեց, բայց Ռուբենը կարող էր տեսնել նրա աչքերում, որ նա շատ էր սպասում իր ներկայությանը։ Նախաճաշն անցավ տոնական մթնոլորտում։ Անահիտը, որն արթնացել էր խոսակցության կեսին, նույնպես ոգորված էր քրոջ միջոցառմամբ։ Տիկին Գայանեն պատրաստեց Սոֆիի սիրելի նախաճաշը, պանրով երշիկով սենդվիչ նարնջի հյութ։ Ռուբենն օգնեց դասավորել դպրոցական պարագաները, խորհուրդներ տվեց ելույթի համար։ Հիշիր դանդաղ խոսել, նայել մարդկանց մեջքդ ուղիղ պահել։ Դու խելացի խիզախ աղջիկ ես, բոլորը դա կնկատեն։ Երբ դպրոց գնալու ժամանակը հասավ, ընտանիքն ուղղվեց դեպի դուռը։ Ռուբենը Սոֆիին հատուկ քնքշությամբ գրկեց։ Ես քեզ շատ եմ սիրում, արքայադուստր։ Ինչպիսին էլ լինի այսօրվա արդյունքը, հիշիր, որ դու քո ծնողների հպարտությունն ես։ Սոֆին մոր հետ քայլեց դեպի դպրոց, սիրտը լի սպասումով սիրով։ Նա չէր էլ պատկերացնում, որ այդ օրը, որն սկսվել էր այդքան ուրախությամբ հույսով, կվերածվեր իր կյանքի ամենադժվար օրերից մեկի։ Բայց նա չգիտեր, որ դա կլիներ այն օրը, երբ նա կսովորեր խիզախության, ճշմարտության արժանապատվության մասին ամենակարևոր դասերից մի քանիսը։ Տիկին Գայանեն, դստեր կողքին քայլելով Ավանի խաղաղ փողոցներով, նայում էր աղջկա դեմքի ժպիտին լուր աղոթում, որ ամեն ինչ լավ անցնի։ Նա աշխարհն ավելի լավ էր ճանաչում, քան Սոֆին, գիտեր, որ ոչ բոլոր մարդիկ են հասկանում, որ ընտանիքների արժեքը չի չափվում փողով կամ սոցիալական կարգավիճակով։ Բայց նա վստահում էր այն դաստիարակությանը, որը տվել էր դստերը, այն ուժին, որը Ռուբենը միշտ փոխանցում էր նրանց երկուսին։ Առավոտյան արը լուսավորում էր նրանց ճանապարհը, ստեղծելով հույսի ուրախության մթնոլորտ, որը երկար ժամանակ կհիշվեր որպես վերջին մաքուր հիշողություն, մոտեցող փոթորկից առաջ։ Հովհաննես Թումանյանի անվան դպրոցն այդ առավոտ տոնական տեսք ուներ։ Գունավոր փուչիկները զարդարում էին մուտքի դարպասը, իսկ մասնագիտությունների օր գնահատենք նրանց, ովքեր կառուցում են Հայաստանը, գրությամբ մեծ պաստառը զարդարում էր գլխավոր բակը։ Սոֆին մտավ տիկին Գայանեի ձեռքը բռնած, աչքերը փայլում էին սպասումից։ Այլ ընտանիքներ նույնպես շարժվում էին դեպի դպրոցի շենքը, երեխաները տանում էին գունավոր ստվարաթղթեր, իսկ ծնողները աշխույժ զրուցում էին։ Դպրոցը գտնվում էր Ավանի պարզ բնակելի թաղամասում, հիմնականում սպասարկելով պետական ծառայողների, արտրականների միջինից ցածր դասի աշխատողների երեխաներին։ Դա լավ խնամված հաստատություն էր, կոկիկ դասասենյակներով ուսուցչական կազմով, որի մեծ մասը անկեղծորեն նվիրված էր երեխաների կրթությանը։ Միջանցքների պատերը ծածկված էին աշակերտների աշխատանքներով, գունավոր նկարներով ուսման կարողության մասին ոգեշնչող արտահայտություններով։ Սոֆին բակում բարեց մի քանի դասընկերուհիների
Նա սիրված աղջիկ էր դասարանում, միշտ պատրաստ օգնելու նրանց, ովքեր դժվարանում էին, հայտնի էր իր բնական բարությամբ։ Նրա ընկերները հետաքրքրությամբ մոտեցան, իմանալու նրա ելույթի մասին։ Սոֆի, ինչի՞ մասին ես այսօր խոսելու, հարցրեց Մարինեն, շիկահեր մազերով պեպեններով աղջիկը։ Ես խոսելու եմ իմ ծնողների աշխատանքի մասին, պատասխանեց Սոֆին փայլուն ժպիտով։ Իսկ դուք։ Ես կխոսեմ հայրիկիս մասին, որը մեխանիկ է, ասաց Պետրոսը, խելացի տղա, որը միշտ բարձր գնահատականներ էր ստանում մաթեմատիկայից։ Իսկ դու, Մարինե՞։ Մայրիկս անգլերենի ուսուցչուհի է մի կենտրոնում։ Կպատմեմ, թե ինչպես է նա օգնում մարդկանց լեզուներ սովորել։ Մարինեն հետաքրքրությամբ նայեց Սոֆիին։ Ինչ աշխատանք ունեն քո ծնողները։ Սոֆին պատրաստվում էր պատասխանել, երբ տիկին Գայանեն նրբորեն դիպավ նրա ուսին։ Արի ներս մտնենք, աղջիկս։ Ժամանակն է։ Երեխաների խումբը գնաց դեպի 4-րդ Բ դասարան, որտեղ պետք է տեղի ունենար ելույթը։ Դասասենյակը հատուկ վերադասավորվել էր միջոցառման համար։ Նստարանները դասավորված էին կիսաշրջանով, իսկ հետում լրացուցիչ աթոռներ էին դրվել ծնողների համար։ Դասարանի ղեկավար ուսուցչուհի Աննա Կոստանյանը պատին մի քանի պաստառ էր ուղում։ Ուսուցչուհի Աննան 58 տարեկան կին էր, ճերմակած մազերը միշտ խիստ կոկոնով հավաքած հաստ շրջանակով ակնոցներով, որոնք նրա աչքերն ավելի փոքր էին ցույց տալիս։ Նա դասավանդում էր ավելի քան 30 տարի դպրոցում, հայտնի էր իր խստությամբ դասերը ավանդական ձով վարելու ոճով։ Նա ավանդական միջին դասի ընտանիքից էր, իր կարիերան կառուցել էր, ամուր հավատալով հասարակության հիերարխիկ տեսլականին։ Ուսուցչուհի Աննայի համար յուրաքանչյուր տեսակի մարդու համար հստակ սահմանված տեղեր կային։ Բժիշկների իրավաբանների երեխաները, բնականաբար, լավագույն աշակերտներն էին։ Առտրականների պետական ծառայողների երեխաները միջին ներուժ ունեին։ Իսկ ֆիզիկական աշխատողների, տնային աշխատողների բանվորների երեխաները պետք է բավարարվեին ավելի համեստ նպատակներով։ Նա այս տեսակետը ոչ թե նախապաշարմունք էր համարում, այլ ռեալիզմ, հիմնված կրթական տասնամյակների փորձի վրա։ Երբ տիկին Գայանեն Սոֆիի հետ մտավ դասարան, ուսուցչուհին նրան ողջունեց քաղաքավարի, բայց առանց ոգորության։ Արդեն նկատել էր դպրոցական գրանցամատյաններում, որ Սոֆին տնային աշխատողի պետական ծառայողի դուստր է։ Ընտանիքի հասցեն հաստատում էր նրա տպավորությունը, որ սա սահմանափակ ֆինանսական վիճակով ընտանիք է։ Նրա համար դա լիովին սահմանում էր աղջկա հնարավորությունների հորիզոնը։ Բարի օր, տիկին Գայանե։ Կարող եք նստել այնտեղ, հետում։ Ելույթները կսկսվեն մի քանի րոպեից, ասաց ուսուցչուհին պաշտոնական ժպիտով։ Տիկին Գայանեն տեղ գտավ մյուս ծնողների շարքում, հետեց, թե ինչպես է Սոֆին տեղավորվում դասընկերների մեջ։ Աղջիկը վստահ տեսք ուներ, մտքում կրկնում էր իր ելույթը, բարում մյուս երեխաներին։ Նրա աչքերում հատուկ փայլ կար, այն լույսը, որը հայտնվում է, երբ մարդն իսկապես երջանիկ է հույսով լի։ Ուսուցչուհի Աննան ծափ տվեց, ուշադրություն գրավելու համար։ Բարի օր բոլորիդ։ Բարի գալուստ մեր մասնագիտությունների օր։ Այսօր մենք ավելի լավ կծանոթանանք այն գործունեությանը, որով զբաղվում են մեր աշակերտների ծնողները։ Կարող է, որ երեխաները հասկանան աշխատանքի արժեքը, իրատեսական պատկերացումներ ունենան ապագայի մասին։ Նա դադար տվեց, ուղղեց ակնոցները լուրջ արտահայտությամբ նայեց դասարանին։ Սկսենք ելույթները։ Հիշեք պարզ խոսել, ճշմարտությունը պատմել ձեր ընտանիքների մասին։ Հեքիաթներ մի հորինեք։ Կարևորն այն է, որ ազնիվ լինենք մեր իրականության հանդեպ։ Սոֆին կրծքում մի փոքր սեղմում զգաց։ Ինչու էր ուսուցչուհին խոսում հեքիաթներ հորինելու մասին։ Նա հետ նայեց, գտավ մոր աչքերը, ստացավ քաջալերող գլխի շարժում, որը նրան հանգստացրեց։ Առաջինը ներկայացավ Նարեն, երկար մազերով, միշտ անթերի համազգեստով մի աղջիկ։ Նա վստահորեն վեր կացավ, սկսեց խոսել իր հոր մասին, որը ատամնաբույժ էր, մոր, որն աշխատում էր որպես բուժքույր մասնավոր հիվանդանոցում։ Ուսուցչուհի Աննան ժպտում էր ողջ ելույթի ընթացքում, դրական մեկնաբանություններ անելով, գովելով լավ կառուցված տեքստը։ Շատ լավ, Նարե։ Շատ կարևոր մասնագիտություններ հասարակության համար։ Քո ելույթը ցույց է տալիս, որ դու լավ ես հասկանում քո ծնողների աշխատանքի արժեքը։ Հաջորդը Կարենի հերթն էր, շինարար ինժեների որդու։ Նա հպարտությամբ խոսեց այն շինությունների մասին, որոնք հայրը նախագծում էր, այն աշխատանքների, որոնք վերահսկում էր։ Կրկին ուսուցչուհին ցույց տվեց հավանություն, անկեղծ հետաքրքրություն։
Պետրոսը ոգորությամբ ներկայացրեց իր աշխատանքը մեխանիկ հոր մասին, բացատրելով, թե ինչպես է նա մեքենաներ վերանորոգում օգնում մարդկանց տեղաշարժվել քաղաքում։ Ուսուցչուհին հարգալից ուշադրությամբ լսեց, թե ավելի քիչ ոգորությամբ, քան նախորդ ելույթների ժամանակ։ Մարինեն պատմեց անգլերենի ուսուցչուհի մոր մասին, դասարանը շատ հետաքրքրվեց տարբեր տարիքի աշակերտների, օտար լեզու սովորելու պատմություններով։ Ուսուցչուհի Աննան ժպտաց մեկնաբանեց կրթության կարողության մասին։ Հասավ Սոֆիի հերթը։ Նա վստահորեն վեր կացավ, ամուր բռնելով իր տետրը։ Տիկին Գայանեն շունչը պահեց, լուր աղոթելով, որ ամեն ինչ լավ անցնի։ Սոֆին նայեց դասարանին, հետո դասարանի հետում նստած ծնողներին, գտավ մոր աչքերը ժպտած։ Իմ անունը Սոֆի Սարգսյան է, սկսեց նա պարզ հուզված ձայնով, այսօր ես կխոսեմ իմ ծնողների մասնագիտությունների մասին։ Նա խորը շունչ քաշեց շարունակեց, ճիշտ այնպես, ինչպես փորձել էր տանը։ Մայրիկիս անունը Գայանե է, նա տնային աշխատող է։ Ամեն օր նա շատ շուտ է արթնանում, հոգ տանելու ուրիշ ընտանիքների տների մասին։ Նա մաքրում է, կարգի բերում, լվանում արդուկում է հագուստը։ Մայրիկս դա անում է մեծ սիրով, որովհետև ասում է, որ յուրաքանչյուր ընտանիք արժանի է ունենալ մաքուր հարմարավետ տուն։ Ուսուցչուհի Աննան իր գրատախտակի վրա մի նշում արեց, բայց պահպանեց չեզոք արտահայտություն։ Դասարանի որոշ երեխաներ անկեղծ հետաքրքրությամբ նայեցին Սոֆիին։ Սոֆին շարունակեց. Ես շատ եմ հիանում մայրիկովս, որովհետև նա աշխատասեր է, նվիրված միշտ տուն է վերադառնում ժպիտը դեմքին, նույնիսկ երբ շատ հոգնած է։ Տիկին Գայանեն զգաց, թե ինչպես են աչքերը լցվում արցունքներով, լսելով դստեր քնքուշ խոսքերը։ Հայրիկիս անունը Ռուբեն է, նա հայկական բանակի գեներալ է։ Հենց այս պահին ուսուցչուհի Աննան կտրուկ բարձրացրեց գլուխը, նայելով Սոֆիին զարմանքի աճող անհավատության արտահայտությամբ։ Սոֆին, անտեղյակ ուսուցչուհու դեմքի փոփոխությունից, շարունակեց. Նա իր համազգեստի վրա 4 աստղունի աշխատում է, պաշտպանելով մեր երկիրը։ Հայրիկս շատ է ճամփորդում, երբեմն օրերով տանը չի լինում, բայց նա դա անում է, որովհետև սիրում է Հայաստանը, ուզում է, որ բոլոր ընտանիքներն ապահով լինեն։ Ուսուցչուհի Աննան հանեց ակնոցները, կտրուկ շարժումով մաքրեց ոսպնյակները նորից դրեց, դիտելով Սոֆիին ավելի ու ավելի թերահավատ աչքերով։ Նրա մտքում դա բացարձակապես անհնար էր։ Տնային աշխատողի դուստրը, որն ապրում է զինվորական թաղամասում, չէր կարող գեներալի դուստր լինել։ Դա անտեղի մանկական երակայություն էր։ Նա ինձ սովորեցնում է, որ զինվորական լինել նշանակում է պատասխանատու լինել մյուս մարդկանց համար, շարունակեց Սոֆին, ձայնը հուզմունքից բարձրանալով։ Ես շատ եմ հպարտանում հայրիկովս, որովհետև նա խիզախ է արդար։ Դասարանը ուշադիր լսում էր, բայց ուսուցչուհի Աննան տեսանելիորեն անհանգիստ էր։ Նա մի քանի անգամ գրիչով հարվածեց սեղանին, ստեղծելով մի ձայն, որը կտրեց Սոֆիի կենտրոնացումը։ Ես սովորել եմ, որ բոլոր մասնագիտությունները կարևոր են, Սոֆին փորձեց կենտրոնանալ իր տեքստի վրա։ Մայրիկս հոգ է տանում տների մասին, որպեսզի ընտանիքները երջանիկ լինեն։ Հայրիկս պաշտպանում է երկիրը, որպեսզի մենք բոլորս կարողանանք խաղաղ ապրել։ Երբ մեծանամ, ուզում եմ մի մասնագիտություն ունենալ, որը նույնպես կօգնի մարդկանց, որովհետև ծնողներս ինձ սովորեցրել են, որ ամենագեղեցիկ աշխատանքն այն է, որն արվում է սիրով ծառայում է ուրիշներին։ Երբ Սոֆին ավարտեց, դասընկերների կողմից մի քանի թույլ ծափահարություններ հնչեցին, բայց ուսուցչուհի Աննան լուռ մնաց։ Դասարանի մթնոլորտը կտրուկ փոխվեց։ Տիկին Գայանեն նկատեց օդում լարվածությունը կրծքում սեղմում զգաց։ Ուսուցչուհին դանդաղ վեր կացավ, մոտեցավ Սոֆիին ձեռքը մեկնեց։ Կարող եմ տեսնել քո տետրը, խնդրում եմ։ Սոֆին ժպիտով տվեց տետրը, թերը սպասելով գովասանքի, ինչպես մյուս դասընկերներն էին ստացել։ Ուսուցչուհին լուռ կարդաց տեքստը, մի քանի անգամ բացասաբար գլուխը թափ տալով։ Դասարանի լռությունը դարձավ ծանր անհարմար։ Սոֆի, ասաց ուսուցչուհի Աննան ամուր զուսպ, բայց դժգոհությամբ լի ձայնով, մենք ելույթներից առաջ խոսեցինք ճշմարտությունն ասելու կարողության մասին, այնպես չէ՞։ Սոֆին շփոթված թարթեց աչքերը։ Այո, ընկեր ուսուցիչ։ Այդ դեպքում ինչու ես հորինում այս պատմությունը, թե իբր հայրդ գեներալ է։ Բացարձակ լռություն տիրեց դասարանում։ Բոլոր երեխաները իրենց հայացքներն ուղղեցին Սոֆիին, որը լիովին շփոթվեց հարցից։ Բայց, ընկեր ուսուցիչ, ես չեմ հորինում։ Հայրս իսկապես գեներալ է։ Ուսուցչուհի Աննան անհամբերությամբ հոգոց հանեց նայեց դասարանին, կարծես անպատշաճ վարքի մասին դաս տալով։
Սոֆի, գեներալների դուստրերը զինվորական թաղամասերում չեն ապրում։ Գեներալների դուստրերը մայրեր չունեն, որոնք տնային աշխատող են։ Գեներալների դուստրերը թանկարժեք մասնավոր դպրոցներում են սովորում, ոչ թե պետական դպրոցներում։ Նրա ձայնը բարձրանում էր ամեն նախադասության հետ։ Դու ստում ես ինքդ քեզ մեծացնելու համար, դա շատ տգեղ է։ Սոֆին զգաց, կարծես աշխարհը կանգ առավ։ Նրա այտերը կարմրեցին, նա սկսեց թեթակի դողալ։ Ընկեր ուսուցիչ, ես չեմ ստում։ Հայրս իսկապես աշխատում է բանակում, նա աստղերով համազգեստ է կրում։ Հերիք է։ Ուսուցչուհի Աննան բարձրացրեց ձայնը, վախեցնելով մի քանի երեխաների։ Սոֆի, ես չեմ հանդուրժի սուտ իմ դասարանում։ Տնային աշխատողի դուստրը տնային աշխատողի դուստր է։ Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց պետք չէ հորինել, թե հայրդ գեներալ է, որպեսզի քեզ կարոր զգաս։ Տիկին Գայանեն վեր կացավ աթոռից, սիրտը թրթռալով։ Ներողություն, ընկեր ուսուցիչ, բայց… Տիկին, դուք լուռ մնացեք։ Ես զբաղվում եմ ձեր դստեր հետ, որը, ակնհայտորեն, տանն է սովորել պատմություններ հորինել ուրիշներին տպավորելու համար։ Հանրային նվաստացումը Սոֆիին հարվածեց որպես Ստամոքսի ուժեղ հարված։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով, բայց նա դեռ փորձում էր պաշտպանվել։ Ընկեր ուսուցիչ, խնդրում եմ, հայրս իսկապես գեներալ է։ Նա իր համազգեստի վրա 4 աստղ ունի։ Նա… Ուսուցչուհի Աննան համակված աճով զայրույթով բացարձակ վստահությամբ, որ գործ ունի ստախոս անդաստիարակ երեխայի հետ, արեց մի բան, որը ընդմիշտ կնշանավորեր Սոֆիի կյանքը։ Նա վերցրեց աղջկա տետրը, ողջ դասարանի ներկա ծնողների առաջ, պատառ-պատառ արեց տեքստի էջերը։ Ստախոսներն արժանի չեն, որ իրենց տեքստերը պահպանվեն, ասաց նա սառնությամբ, կտորները գցելով աղբամանը։ Դու կվերագրես այս աշխատանքը, Սոֆի, բայց այս անգամ ճշմարտությամբ։ Հայրդ պետական ծառայող է, ինչպես գրված է գրանցման թերթիկում, իսկ մայրդ տնային աշխատող։ Դրանում ոչ մի վատ բան չկա, բայց դադարիր ստել։ Սոֆին քարացած մնաց, տեսնելով իր աշխատանքի կտորներն աղբամանում։ Այն բառերը, որոնք գրվել էին այդքան սիրով հպարտությամբ, հրապարակայնորեն ոչնչացվել էին։ Այն ցավը, որ նա զգաց, գերազանցում էր այն ամենը, ինչ 10 տարեկան երեխան պետք է զգար։ Դա ոչ միայն նվաստացումն էր, այլ այն զգացումը, որ ոչ ոք չի հավատում այն ճշմարտությանը, որը նա այդքան լավ գիտեր։ Դասընկերները նայում էին նրան խղճահարության անհարմարության խառնուրդով։ Որոշ ծնողներ իրար մեջ շշնջում էին, ակնհայտորեն անհարմար զգալով տեսարանից։ Տիկին Գայանեն կանգնած էր, բռունցքները սեղմած, պայքարելով ուսուցչուհուն հրապարակայնորեն հակադարձելու ցանկության դեմ։ Հիմա նստիր, Սոֆի, մտածիր, թե ինչ արեցիր։ Դու այսօր դասամիջոցի չես գնա այդ ժամանակը կօգտագործես նոր տեքստ գրելու համար, այս անգամ ճշմարտությամբ։ Սոֆին սայթաքելով վերադարձավ իր նստարանին, արցունքներն ազատորեն հոսում էին դեմքով։ Նա հետ նայեց, փնտրելով մոր հայացքի սփոփանքը, բայց տիկին Գայանեն պայքարում էր իր զայրույթի ցավի արցունքների դեմ։ Ուսուցչուհի Աննան, գոհ լինելով, որ ուղղել է այն, ինչը համարում էր անպատշաճ վարք, կանչեց հաջորդ աշակերտին ներկայանալու։ Բայց դասարանի մթնոլորտը լիովին փոխվել էր։ Այն, ինչ պետք է լիներ մասնագիտությունների տոն, վերածվել էր նախապաշարմունքի անըմբռնողության դաժան դասի։ Սոֆին մնացած ելույթներն անցկացրեց լուռ, գլուխը կախ, զգալով, կարծես ինչ-որ սարսափելի բան է արել։ Իր 10 տարեկան մտքում նա սկսեց կասկածել, արդյոք իսկապես ճանաչում է իր հորը։ Գուցե նա գեներալ չէր։ Գուցե նա սխալ էր հասկացել այն բոլոր անգամները, երբ հայրը խոսում էր իր աշխատանքի մասին։ Տիկին Գայանեն դասարանի հետից հետում էր դստերը, սիրտը կոտրված։ Նա Ռուբենին ճանաչում էր ավելի քան 20 տարի, հստակ գիտեր, թե ով է նա, ինչ է նշանակում երկրի համար։ Բայց այդ պահին նա իրեն անզոր զգաց, պաշտպանելու դստերը նախապաշարմունքի դաժանությունից։ Երբ վերջին ելույթն ավարտվեց, ուսուցչուհի Աննան հայտարարեց դասամիջոց։ Սոֆին չշարժվեց նստարանից։ Նրա գլուխը կախ էր, նա անիմաստ շրջանակներ էր նկարում մնացած տետրում։ Տիկին Գայանեն մոտեցավ դստերը, բայց նախքան նա կկարողանար ինչ-որ բան ասել, ուսուցչուհին միջամտեց։ Տիկին Գայանե, ես պետք է ձեզ հետ խոսեմ Սոֆիի վարքի մասին։ Եվ այսպես, այն, ինչ սկսվել էր որպես Սոֆիի ամենասպասված օր, վերածվեց մի փորձության սկզբի, որը պետք է փորձարկեր ոչ միայն նրա խիզախությունը, այլ այն արժեքների ուժը, որոնք ծնողները սովորեցրել էին նրան ճշմարտության, արժանապատվության անարդարության դեմ դիմադրելու մասին։
Ուսուցչանոցը դատարկ էր, երբ ուսուցչուհի Աննան տիկին Գայանեին տարավ առանձին զրույցի։ Սոֆին մնացել էր դասասենյակում, նստած իր նստարանին մենակ, մինչ մյուս աշակերտները դասամիջոցին խաղում էին բակում։ Աղջիկը պատուհանից դիտում էր մյուս երեխաներին, որոնք վազում ու ծիծաղում էին, բայց իրեն լիովին կտրված էր զգում այդ ուրախությունից։ Ուսուցչուհու խոսքերը նրա մտքում արձագանքում էին որպես խլացուցիչ ազդանշան, ստախոս, երակայող, պատմություններ հորինող։ Տիկին Գայանեն հետեց ուսուցչուհուն, սիրտը արագ բաբախելով, ձեռքերը թեթակի դողալով։ Ռուբենի հետ 20 տարվա ամուսնությունը նրան սովորեցրել էր դժվար իրավիճակներում հանգստություն պահպանել, բայց տեսնելով, թե ինչպես են իր դստերը հրապարակայնորեն նվաստացնում, արթնացրել էր մայրական մի զայրույթ, որը նա պայքարում էր զսպելու համար։ Տիկին Գայանե, սկսեց ուսուցչուհի Աննան, փակելով դուռը իրենց հետից կանգնելով այնպես, որ իր հասակն ավելի վախեցնող թվա։ Ես շատ անհանգստացած եմ Սոֆիի համար։ Նորմալ չէ, երբ երեխան այդքան մշակված։ Պատմություններ է հորինում սեփական ընտանիքի մասին։ Տիկին Գայանեն խորը շունչ քաշեց, նախքան պատասխանելը։ Ընկեր ուսուցիչ, ամբողջ հարգանքով, Սոֆին ոչինչ չի հորինում։ Իմ ամուսինն իսկապես հայկական բանակի գեներալ է։ Ուսուցչուհին չոր ծիծաղով ծիծաղեց գլուխը թափ տվեց քամահրանքով։ Տիկին, խնդրում եմ։ Ես դասավանդում եմ ավելի քան 30 տարի, ճանաչում եմ հարյուրավոր ընտանիքներ։ Ես շատ լավ տարբերում եմ իրականությունը մանկական երակայությունից։ Նայեք ձեր սեփական վիճակին։ Դուք աշխատում եք որպես տնային աշխատող, ապրում եք զինվորական թաղամասում, ձեր դուստրը սովորում է պետական դպրոցում։ Սա գեներալների ընտանիքների իրականությունը չէ։ Ընկեր ուսուցիչ, դուք մեր ընտանիքին դատում եք մեր ֆինանսական վիճակով։ Իմ ամուսինը ընտրել է պարզ կյանք վարել անվտանգության նկատառումներով։ Ոչ բոլոր բարձրաստիճան զինվորականներն են ապրում առանձնատներում։ Տիկին Գայանե, ուսուցչուհին խոսեց ավելի խիստ տոնով, ես ստուգեցի Սոֆիի գրանցման թերթիկը։ Այնտեղ հստակ գրված է, որ նրա հայրը պետական ծառայող է։ Գեներալ չի գրված, ոչ մի զինվորական կոչում նշված չէ։ Գրված է պետական ծառայող։ Ինչու եք կարծում, որ դա այդպես է։ Տիկին Գայանեն մի պահ շփոթվեց։ Նա մշուշոտ հիշում էր, թե ինչպես էր Ռուբենը լրացնում Սոֆիի դպրոցական փաստաթղթերը, բայց ուշադրություն չէր դարձրել կոնկրետ մանրամասներին։ Նա միշտ շատ զգույշ էր անձնական մասնագիտական տեղեկությունների հետ։ Իմ ամուսինը զուսպ է իր պաշտոնի հարցում անվտանգության նկատառումներով, փորձեց բացատրել նա։ Բայց դա չի նշանակում, որ Սոֆին ստում է։ Տեսեք, տիկին, ուսուցչուհին խաչեց ձեռքերը, ես շատ եմ հարգում ձեր աշխատանքը որպես տնային աշխատող։ Դա արժանապատիվ կարևոր մասնագիտություն է։ Եվ ձեր ամուսինը, լինելով պետական ծառայող, նույնպես հարգալից զբաղմունք ունի։ Ինչու դա բավարար չէ Սոֆիի համար։ Ինչու նա պետք է հորինի, թե հայրը գեներալ է։ Տիկին Գայանեն զգաց զայրույթի հուսահատության խառնուրդ։ Ինչպես բացատրել այս կնոջը, որ իր դուստրը չի ստում։ Ինչպես հասկացնել, որ այն սերը, որ Ռուբենը ցուցաբերում էր ընտանիքի հանդեպ, անկեղծ էր, անկախ նրա պաշտոնից բանակում։ Ընկեր ուսուցիչ, ես գիտեմ, որ կարող է տարօրինակ թվալ, բայց Սոֆին ճշմարտությունն է ասում։ Եթե ցանկանում եք, կարող եմ տալ իմ ամուսնու աշխատասենյակի հեռախոսահամարը, հաստատելու համար։ Ուսուցչուհի Աննան տիկին Գայանեին նայեց խղճահարության զայրույթի խառնուրդ արտահայտող հայացքով։ Տիկին, դուք նույնպես տարվել եք այս երակայությամբ։ Նայեք շուրջ բոլորը։ Տեսեք, թե որտեղ ենք մենք։ Սա ծայրամասային պետական դպրոց է։ Գեներալներն այստեղ երեխաներ չեն գրանցում։ Իմ ամուսինը հավատում է, որ Հայաստանի բոլոր պետական դպրոցներն արժանի են հարգանքի։ Նա ուզում էր, որ Սոֆին այստեղ սովորի, որովհետև հերիք է։ Ուսուցչուհին բարձրացրեց ձայնը։ Ես չեմ շարունակի այս անհեթեթ խոսակցությունը։ Ես Սոֆիին կտանեմ տնօրենի աշխատասենյակ։ Գուցե ավելի բարձր պաշտոնյան կարողանա ստիպել նրան խոստովանել, որ ստում է։ Երբ նրանք վերադարձան դասասենյակ, Սոֆին նույն դիրքում էր, ինչպես թողել էին։ Նրա աչքերը կարմրել էին, բայց նա այլևս չէր լացում։ Նրա արտահայտության մեջ անհանգստացնող հաշտվողականություն կար, կարծես սկսում էր կասկածել սեփական իրականությանը։ Սոֆի, ասաց ուսուցչուհին կեղծ քնքշությամբ, գնանք զրուցենք ընկեր Մարկոսյանի հետ։ Գուցե նա կարողանա օգնել քեզ հասկանալ, թե ինչու է կարևոր միշտ ճշմարտությունն ասել։ Սոֆին դանդաղ վեր կացավ, վերցրեց իր պայուսակը լուր հետեց ուսուցչուհուն։
Տիկին Գայանեն քայլում էր նրանց հետից, դիտելով, թե ինչպես են իր դստեր փոքրիկ ուսերը կարծես կրում աշխարհի ծանրությունը։ Տնօրենի աշխատասենյակը գտնվում էր գլխավոր միջանցքի վերջում, լայն սենյակում, լի գրքերով լցված գրադարաններով, ուսանողական օլիմպիադաների գավաթներով, շրջանավարտների դասարանների լուսանկարներով։ Ընկեր Մարկոսյանը միջին տարիքի, ջաղատ, փորով տղամարդ էր, որի խոսելուձը փորձում էր հայրական հնչել, բայց հաճախ վերամբարձ էր ստացվում։ Նա 15 տարի դպրոցի տնօրենն էր, հպարտանում էր, որ լավ գիտեր իր սպասարկած համայնքի սոցիալ-տնտեսական իրականությունը։ Նրա համար յուրաքանչյուր ընտանիք ուներ հստակ սահմանված տեղ սոցիալական հիերարխիայում, խնդիրներ էին առաջանում, երբ մարդիկ փորձում էին դուրս գալ իրենց բնական տեղերից։ Բարի օր, ընկեր Աննա։ Ինչ ունենք այստեղ, հարցրեց նա, նայելով Սոֆիին մի արտահայտությամբ, որն արդեն ցույց էր տալիս, որ նա նրան խնդրահարույց երեխա է համարում։ Ընկեր Մարկոսյան, Սոֆին շատ երակայական պատմություն է պատմում իր հոր մասին։ Ասաց, որ նա բանակի գեներալ է, 4 աստղով, այսպիսի բաներ։ Երբ բացատրեցի, որ դա հնարավոր չէ, նա պնդեց իր սուտը։ Նրա մայրը նույնպես աջակցում է այս տարբերակին։ Տնօրենը ծանր հոգոց հանեց դանդաղ ու դիդակտիկ ձայնով դիմեց Սոֆիին, կարծես խոսելով շատ փոքր երեխայի հետ։ Սոֆի, նստիր այստեղ։ Եկ զրուցենք որպես հասուն մարդիկ։ Սոֆին տեղավորվեց տնօրենի սեղանի դիմացի աթոռին, ոտքերը օդում օրորվելով, քանի որ չէին հասնում հատակին։ Տիկին Գայանեն կանգնած մնաց դստեր կողքին։ Սոֆի, ես քո ընտանիքին ճանաչում եմ 2 տարի, այն օրվանից, երբ դու գրանցվեցիր այստեղ։ Գիտեմ, որ մայրդ շատ քրտնաջան աշխատում է որպես տնային աշխատող, դա շատ պատվաբեր է։ Հայրդ պետական ծառայող է, նույնպես արժանապատիվ մասնագիտություն։ Ինչու ես կարծում, որ պետք է հորինես, թե նա գեներալ է։ Սոֆին դեռս շփոթությամբ լի աչքերով նայեց տնօրենին։ Ընկեր Մարկոսյան, ես չեմ հորինում։ Հայրս իսկապես գեներալ է։ Նա աստղերով համազգեստ ունի, նա կարոր հանդիպումների է մեկնում, նա… Սոֆի, տնօրենը նրան ընդհատեց վճռականորեն, գեներալների դուստրերը մեր նման դպրոցներում չեն սովորում։ Նրանք սովորում են ռազմական վարժարաններում կամ շատ թանկ մասնավոր դպրոցներում։ Գեներալների դուստրերը զինվորական թաղամասերում չեն ապրում։ Դու հասկանում ես դա։ Բայց ընկեր տնօրեն, հայրս միշտ ասում է, որ բոլոր դպրոցները կարոր են, որ նա ուզում է, որ ես սովորեմ, որը… Սոֆի… Տնօրենը թեթակի ձեռքով հարվածեց սեղանին։ Դադարիր պնդել այս պատմությունը։ Դու այդպես ստելով վիրավորում ես մորդ։ Տիկին Գայանեն մի քայլ առաջ արեց։ Ընկեր Մարկոսյան, խնդրում եմ, թույլ տվեք բացատրեմ։ Իմ ամուսինն իսկապես գեներալ է։ Նա համեստ կենսակերպ է վարում անվտանգության նկատառումներով, բայց ես կարող եմ ապացուցել։ Տիկին Գայանե, տնօրենը նրան ընդհատեց, դուք վնասում եք ձեր սեփական դստերը, աջակցելով այս երակայությանը։ Երեխաներին պետք են հստակ սահմաններ իրականության երակայության միջ։ Տիկին Գայանեն դողացող ձեռքերով հանեց հեռախոսը պայուսակից։ Ես հիմա կզանգահարեմ նրա աշխատասենյակ։ Դուք կարող եք ուղիղ խոսել օգնականի հետ։ Նա հավաքեց մի համար, սպասեց մի քանի վայրկյան, մինչ ինչ-որ մեկը պատասխանեց։ Ալո, գեներալ Ռուբեն Սարգսյանի աշխատասենյակն է։ Նրա կինն է, Գայանեն։ Ես դստերս դպրոցում եմ պետք է հաստատում ստանամ նրա կոչման վերաբերյալ։ Այո, կարող եք խոսել դպրոցի տնօրենի հետ։ Տիկին Գայանեն հեռախոսը մեկնեց ընկեր Մարկոսյանին, որը վերցրեց այն ակնհայտ դժկամությամբ թերահավատությամբ։ Ալո։ Ո՞ւմ հետ եմ խոսում։ Գեներալի օգնական։ Տեսեք, երիտասարդ, չգիտեմ ինչ կատակ է սա, բայց ծիծաղելի չէ։ Տնօրենը կտրուկ անջատեց հեռախոսը, այն վերադարձրեց տիկին Գայանեին զայրացած արտահայտությամբ։ Տիկին, սա շատ վատ արված կատակ էր։ Ինչ դաստիարակություն եք տալիս ձեր դստերը։ Տիկին Գայանեն ապշած մնաց։ Դա կատակ չէր։ Դա իսկապես իմ ամուսնու աշխատասենյակն էր։ Տիկին, խնդրում եմ։ Գեներալի օգնականը առավոտյան ժամը 10-ին հեռախոսին չի պատասխանի, որպեսզի պետական դպրոցի հետ ինքնություն հաստատի։ Սա անհեթեթություն է։ Սոֆին աճող հուսահատությամբ հետում էր տեսարանին։ Նույնիսկ մորն էին Ստախոս անվանում։ Այն մենակության զգացումը, որը համակեց նրան այդ պահին, ճնշող էր։ Եթե նույնիսկ իր մայրը չի կարողանում համոզել դպրոցի մեծահասակներին, ապա ինչպես կարող էր ինքը։
Սոֆի, տնօրենը նորից դիմեց նրան, ես քեզ վերջին հնարավորություն եմ տալիս ազնիվ լինելու։ Ես ուզում եմ, որ դու խոստովանես, որ հորինել ես այս պատմությունը քո հոր, գեներալ լինելու մասին։ Եթե դու դա անես, ես ոչ մի պատիժ չեմ կիրառի։ Բայց եթե շարունակես ստել, ստիպված կլինեմ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ Սոֆին նայեց մորը, փնտրելով ինչ-որ ուղղորդում, ինչ-որ նշան, թե ինչ պետք է անի։ Տիկին Գայանեն ակնհայտորեն երկմտում էր դստերը պաշտպանելու ճշմարտությունը պահպանելու միջ։ Սոֆի, մեղմորեն ասաց տիկին Գայանեն, ճշմարտությունն ասա, աղջիկս։ Միշտ ճշմարտությունը։ Ես ճշմարտությունն եմ ասում, պատասխանեց Սոֆին փոքր, բայց ամուր ձայնով։ Հայրս գեներալ Ռուբեն Սարգսյանն է, նա իր համազգեստի վրա 4 աստղ ունի, նա աշխատում է, պաշտպանելով Հայաստանը։ Տնօրենը իմաստալից հայացքով նայեց ուսուցչուհի Աննային։ Նրանց համար սա ակնհայտորեն երակայության խնդիրներ ունեցող երեխայի դեպք էր, հնարավոր է Աստված մոր կողմից, որը նույնպես իրականության ժխտման մեջ էր ապրում։ Շատ լավ, Սոֆի։ Դու ընտրեցիր շարունակել այս սուտը։ Տնօրենը ավելի խիստ տոն ընդունեց։ Դու կվերադառնաս դասասենյակ, այլս չես մասնակցի մասնագիտությունների օրվա միջոցառումներին։ Կնստես լուռ, մտածելով ստելու հետանքների մասին։ Եվ նախքան այսօր դպրոցից դուրս գալը, դու նամակ ես գրելու, ներողություն խնդրելով դասարանից այս պատմությունը հորինելու համար։ Սոֆին զգաց, կարծես աշխարհը փլվում է իր գլխին։ Բայց, ընկեր տնօրեն։ Բայց չկա, Սոֆի։ Դու քո հնարավորությունն ունեիր ազնիվ լինելու, ընտրեցիր շարունակել ստել։ Հիմա կկրես հետանքները։ Դասասենյակ վերադարձը Սոֆիի կյանքի ամենաերկար քայլերից մեկն էր։ Միջանցքով ամեն քայլը կարծես արձագանքում էր նրա ամոթին։ Դասամիջոցից վերադարձող որոշ աշակերտներ հետաքրքրությամբ, խղճահարությամբ նայում էին նրան։ Այն լուրը, որ Սոֆին ստել է հոր, գեներալ լինելու մասին, արդեն տարածվում էր դպրոցում։ Երբ հասան դասարան, ուսուցչուհի Աննան հայտարարեց դասարանին. Սոֆին մնացած առավոտը կնստի լուռ, խորելով ճշմարտությունն ասելու կարողության մասին։ Սոֆին տեղավորվեց իր նստարանին, բայց այս անգամ այլ էր։ Նա այլս մենակ չէր իր ընտրությամբ, այլ մեկուսացված էր պատժի պատճառով։ Դասընկերները նայում էին նրան խղճահարության, անհարմարության խառնուրդով։ Ոմանք իրար մեջ շշնջում էին, ստեղծելով մշտական մի խշշոց, որն ուժեղացնում էր նրա մեկուսացման զգացումը։ Տիկին Գայանեին ստիպեցին հեռանալ դպրոցից։ Դուրս գալուց առաջ նա գրկեց Սոֆիին շշնջաց նրա ականջին. Ես հավատում եմ քեզ, աղջիկս։ Գիտեմ, որ դու ճշմարտությունն ես ասում։ Հայրիկը գուղի այս ամենը։ Բայց ժամերն անցնում էին, մասնագիտությունների օրվա միջոցառումները շարունակվում էին առանց նրա, Սոֆին սկսեց կասկածել մոր խոսքերին։ Հայրը խոստացել էր փորձել ներկա լինել, բայց նրանից ոչ մի նշան չկար։ Գուցե նա իսկապես գեներալ չէր։ Գուցե նա սխալ էր հասկացել նրա աշխատանքի մասին բոլոր այդ խոսակցությունները։ Գուցե մեծահասակները ճիշտ էին, նա ապրում էր մի երակայության մեջ։ Ուսուցչուհի Աննան շարունակեց միջոցառումները սովորականի պես, երբեմն հայացքներ նետելով Սոֆիի ուղղությամբ, համոզվելու, որ նա լուռ է մնում։ Ուսուցչուհու համար դա անհրաժեշտ դաս էր իրականության ազնվության մասին։ Բայց Սոֆիի համար լռության մեջ անցկացրած ամեն րոպեն մեկ հաստատում էր, որ ինչ-որ բան սարսափելիորեն սխալ է։ Կամ նա իսկապես չէր ճանաչում իր հորը, կամ մեծահասակների աշխարհը շատ ավելի դաժան ու անարդար էր, քան նա երբեք պատկերացրել էր։ Կեսօրին, երբ մյուս երեխաները ճաշում ու ծիծաղում էին բակում, Սոֆին մնում էր մենակ իր նստարանին, նայելով պատուհանից, մտածելով, թե արդյոք հայրը կգա։ Եվ եթե գա, արդյոք նա իսկապես կլինի այն գեներալը, որին ինքը ճանաչում էր, թե պարզապես մեկ այլ պետական ծառայող, ինչպես բոլորն էին պնդում։ Կասկածը բույն էր դրել 10 տարեկան աղջկա սրտում, այդ կասկածն ավելի շատ էր ցավեցնում, քան ցանկացած նվաստացում, որը նա կրել էր այդ առավոտ։ Ժամը 2-ն էր։ Սոֆին արդեն 4 ժամ նստած էր նույն դիրքում, դասասենյակի պատուհանից դիտելով, թե ինչպես են իր դասընկերուհիները մասնակցում մասնագիտությունների օրվա վերջին միջոցառումներին։ Այն հույսը, որ առավոտյան փայլում էր նրա աչքերում, վերածվել էր հաշտվողականության։ Ամեն րոպեն, որ անցնում էր առանց հոր ժամանման, մեկ հաստատում էր, որ գուցե նա իսկապես այս բոլոր տարիներին ապրել է մի պատրանքի մեջ։ Ուսուցչուհի Աննան ավարտում էր նկարչության միջոցառումը, որտեղ երեխաները պատկերում էին իրենց ծնողների մասնագիտությունները։ Սոֆին չէր մասնակցել, մնալով բացարձակ լռության մեջ, համաձայն սահմանված պատժի։
Որոշ դասընկերներ երբեմն խղճահարությամբ նայում էին նրա ուղղությամբ, բայց ոչ ոք չէր համարձակվում մոտենալ առավոտյան տեղի ունեցածից հետո։ Շատ լավ, երեխաներ, հայտարարեց ուսուցչուհին, մեր մասնագիտությունների օրը կավարտենք նկարների փոքրիկ ցուցադրությամբ։ Հետո կարող եք տանել տուն ցույց տալ ձեր ծնողներին, թե որքան եք հիանում նրանցով։ Սոֆին դժվարությամբ կուլ տվեց, լսելով ծնողներ բառը։ Ո՞ր էր Ռուբենը։ Նա խոստացել էր, որ կփորձի ներկա լինել։ Արդյոք նրա աշխատանքն իսկապես խանգարում էր նրան գալ։ Կամ ավելի վատ, արդյոք նա գոյություն ուներ այնպես, ինչպես ինքը հավատում էր։ Նարեն ցույց էր տալիս իր ատամնաբուժական կաբինետի նկարը, երբ դպրոցի միջանցքից տարբերվող ձայն լսվեց։ Դա մի ձայն էր, որը Սոֆին շատ լավ գիտեր, բայց որն այդ միջավայրում բոլորովին անտեղի էր թվում։ Ամուր, համաչափ, զինվորական քայլ էր։ Կոշիկների ձայնը, որոնք կատարյալ համաչափությամբ հարվածում էին հատակին։ Սկզբում միայն Սոֆին նկատեց։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել, նա ուղղվեց նստարանին, ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելով այդ ծանոթ ձայնի վրա։ Հնարավոր է։ Այդքան ժամվա հուսահատությունից հետո, արդյոք։ Ձայնն ավելի մոտեցավ։ Մյուս աշակերտները նույնպես սկսեցին նկատել, որ միջանցքներում ինչ-որ տարօրինակ բան է կատարվում։ Ուսուցչուհի Աննան դադարեց խոսել, ճակատը կնճռեց, փորձելով հասկանալ այդ անսովոր աղմուկը։ Հանկարծ դասարանի դուռը բացվեց, բայց ներս մտնողը ոչ աշակերտ էր, ոչ էլ դպրոցի աշխատակից։ Երկու բարձրահասակ տղամարդ կոստյումներով անթերի ուղիղ կեցվածքով, արագ տեսողական ստուգում անցկացրին դասարանում։ Նրանք ակնհայտորեն անվտանգության աշխատակիցներ էին, պրոֆեսիոնալ հայացքներով, որոնք վայրկյանների ընթացքում գնահատեցին միջավայրի յուրաքանչյուր անկյունը։ Ներողություն, քաղաքավարի ասաց նրանցից մեկը ուսուցչուհի Աննային, որը քարացել էր զարմանքից։ Գեներալ Սարգսյանի անվտանգությունը։ Նա կցանկանար հանդիպել իր դստեր Սոֆիի հետ։ Ամբողջ դասարանը բացարձակ լռության մեջ էր։ Երեխաները դադարեցին նկարել, նայեցին տղամարդկանց հիացմունքի նյարդայնության խառնուրդով։ Ուսուցչուհի Աննան տեսանելիորեն գունատվեց, նրա բերանը բացվեց, չկարողանալով ոչ մի ձայն հանել։ Սոֆին զգաց, որ սիրտը գրեթե կանգ է առնում։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, բայց այս անգամ դրանք թեթացման ուրախության արցունքներ էին։ Նա խենթ չէր։ Նա ոչինչ չէր հորինել։ Հայրը ճիշտ այնպիսին էր, ինչպիսին ինքը միշտ գիտեր, որ նա է։ Անվտանգության աշխատակիցները կանգնեցին դռան երկու կողմերում, հետո հայտնվեց նա։ Գեներալ Ռուբեն Սարգսյանը ներս մտավ դասարան այն վեհ ներկայությամբ, որը կարող են ապահովել միայն տասնամյակների զինվորական ղեկավարումը։ Նա կրում էր իր շքահանդեսային համազգեստը։ Անթերի արթուկված մուգ կապույտ համազգեստ, կրծքին կատարյալ շարված մեդալներ, ուսերին փայլում էին 4 ոսկեգույն աստղերը, փոքրիկ արների պես։ Դա մի մարդ էր, որը հարգանք էր ներշնչում միայն իր գոյությամբ։ Նրա ճերմակած մազերը կատարյալ կտրված էին զինվորական ոճով, նրա կեցվածքը ուղիղ վստահ էր, բայց նրա աչքերը փնտրում էին միայն մեկ մարդու այդ դասարանում, իր դստերը։ Դասարանի լռությունը խլացուցիչ էր։ Բոլոր երեխաները, բոլոր ներկա ծնողները, ուսուցչուհին, բոլորը նայում էին այդ մարդուն հիացմունքի անհավատության խառնուրդով։ Անհնար էր չճանաչել նոր մտած անձի հեղինակությունն ու կարողությունը։ Երբ Ռուբենը տեսավ Սոֆիին նստած մենակ իր նստարանին, կարմրած աչքերով ժամերով տառապած մարդու արտահայտությամբ, ինչ-որ բան կոտրվեց նրա հայրական սրտում։ Նա բախվել էր կյանքի ու մահվան իրավիճակների, ղեկավարել էր բարդ ռազմական գործողություններ, բայց տեսնելով դստերն այդ վիճակում, նրան ավելի շատ ազդեց, քան ցանկացած ճակատամարտ։ Ռուբենն ուղիղ քայլեց դեպի Սոֆին, լիովին անտեսելով դասարանում գտնվող բոլոր մյուսներին։ Իր զինվորական վեհությանը հակասող նուրբ շարժումներով նա ծնկի իջավ դստեր նստարանի կողքին, նրա հասակին հավասարվելով։ Ողջույն, արքայադուստր, ասաց նա մեղմ ձայնով, որը, սակայն, կրում էր իր պաշտոնի ողջ հեղինակությունը։ Հայրիկը եկավ։ Սոֆին նետվեց հոր գիրկը թեթացման հեկեկոցով, որն արձագանքեց ողջ դասարանում։ Ռուբենը նրան ամուր գրկեց, զգալով, թե ինչպես է դստեր փոքրիկ մարմինը դողում զսպված հուզմունքից։ Ներիր, որ այդքան ուշացա, աղջիկս։ Հայրիկը ստիպված էր չեղարկել շատ կարևոր հանդիպումներ այստեղ լինելու համար, բայց քեզնից ավելի կարևոր ոչինչ չկա։ Սոֆին դեռ չէր կարողանում խոսել, միայն լաց էր լինում թեթացումից հոր գրկում։
Վերջին ժամերի ողջ լարվածությունը, ողջ կասկածը, ողջ նվաստացումը վերածվեցին արցունքների, որոնք թրջեցին կատարյալ զարդարված զինվորական համազգեստը։ Ռուբենը նրբորեն բռնեց դստեր դեմքը, իր ձեռքերի մեջ նայեց նրա աչքերին։ Սոֆի, հայրիկն իմացավ, թե ինչ է տեղի ունեցել այսօր այստեղ։ Դու ամբողջ ընթացքում ճիշտ էիր։ Դու միշտ գիտեիր, թե ով է քո հայրը, երբեք չպետք է կասկածես դրանում։ Նա դանդաղ վեր կացավ, մի ձեռքը պահելով Սոֆիի ուսին, դիմեց դասարանին այն ամուր, բայց քաղաքավարի ձայնով, որով սովոր էր հրամաններ տալ։ Բարի օր։ Ես գեներալ Ռուբեն Սարգսյանն եմ, Սոֆիի հայրը։ Նա դադար տվեց, թույլ տալով, որ իր խոսքերը անհրաժեշտ ազդեցություն թողնեն։ Հասկանում եմ, որ այսօր թյուրիմացություն է տեղի ունեցել իմ դստեր ելույթի վերաբերյալ։ Ուսուցչուհի Աննան տեսանելիորեն շոկի մեջ էր, դեմքը լիովին գունատ։ Նրա ոտքերը թեթակի դողում էին, նա սեղանից էր բռնվել, հենվելու համար։ Տնօրեն ընկեր Մարկոսյանը, որին քարտուղարուհին կանչել էր անվտանգության աշխատակիցների դպրոց մտնելուց անմիջապես հետո, վազելով հասավ կանգ առավ դռան մոտ, տեսնելով տեսարանը։ Գեներալ, կակազեց ուսուցչուհի Աննան։ Բայց ինչպես ես չհասկացա։ Սոֆին ասաց, որ… Ռուբենն ուղիղ նայեց նրան, նրա արտահայտությունը, թե զուսպ, հստակ ցույց էր տալիս իր դժգոհությունը դստեր հետ տեղի ունեցածի վերաբերյալ։ Սոֆին ճշմարտությունն ասաց, ընկեր ուսուցիչ։ Նա միշտ ճշմարտությունն է ասում, որովհետև այդպես ենք նրան դաստիարակել ես կինս։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց լի հեղինակությամբ։ Իմ դուստրն այսօր դպրոց է եկել ուրախ հպարտ, խոսելու իր ծնողների աշխատանքի մասին։ Նա սիրով պատրաստել էր իր ելույթը, գրել էր իր մոր մասին, որը տնային աշխատող է, որին մենք խորապես հիանում ենք, իմ մասին։ Նա դադար տվեց, նայելով դասարանում գտնվող յուրաքանչյուր մարդու։ Բայց լսված հարգված լինելու փոխարեն իմ դուստրը հրապարակայնորեն նվաստացվեց, նրա աշխատանքը պատառ արվեց, նրան ստախոս անվանեցին մեծահասակներ, որոնք պետք է պաշտպանեին կրթեին նրան։ Ուսուցչուհի Աննան փորձեց ինչ-որ արդարացում մրմնջալ։ Գեներալ, մենք չգիտեինք նա ապրում է զինվորական թաղամասում, մայրն աշխատում է որպես տնային աշխատող, մենք մտածեցինք, որ… Ռուբենը ձեռքը բարձրացրեց, քաղաքավարի ընդհատելով նրան։ Ընկեր ուսուցիչ, խնդիրն այն չէ, թե ինչ մտածեցիք։ Խնդիրն այն է, թե ինչ ենթադրեցիք։ Դուք ենթադրեցիք, որ քանի որ իմ ընտանիքը պարզ է ապրում, քանի որ կինս ունի մի աշխատանք, որը դուք համարում եք պակաս կարևոր, անհնար էր, որ ես ունենայի այն կոչումը, որն ունեմ։ Նա դանդաղ քայլեց դասարանով, նրա ներկայությունը պահանջում էր լիակատար ուշադրություն։ Թույլ տվեք մի քանի բան պարզաբանեմ։ Ես ընտրում եմ համեստ ապրել անվտանգության նկատառումներով։ Իմ ընտանիքն ապրում է զինվորական բնակավայրում, որովհետև հավատում եմ, որ մեր որպես զինվորականների պարտքն է ճանաչել այն մարդկանց իրականությունը, որոնց մենք ծառայում ենք։ Կինս աշխատում է որպես տնային աշխատող, որովհետև դա արժանապատիվ պատվաբեր մասնագիտություն է, որովհետև նա հպարտ է, որ հոգ է տանում ընտանիքների մասին։ Սոֆին նորացված հիացմունքով հետում էր հոր խոսքերին։ Ոչ միայն նրա պաշտոնի, այլ այն հարգալից ամուր ձի համար, որով նա պաշտպանում էր իր ընտանիքը։ Եվ իմ դուստրը սովորում է պետական դպրոցում, շարունակեց Ռուբենը, որովհետև ես խորապես հավատում եմ հայկական հանրային կրթությանը, որովհետև ուզում եմ, որ նա մեծանա, ճանաչելով իր երկրի իրականությունը։ Տնօրեն ընկեր Մարկոսյանը վերջապես կարողացավ գտնել իր ձայնը։ Գեներալ, մենք սարսափելի սխալմունք է տեղի ունեցել։ Մենք չգիտեինք։ Ընկեր տնօրեն, Ռուբենը դիմեց նրան նույն հարգալից, բայց ամուր տոնով, դուք չգիտեիք, որովհետև չհարցրիք։ Դուք ենթադրեցիք։ Եվ ավելի վատ, երբ իմ դուստրը փորձեց ճշմարտությունն ասել, դուք նրան լռեցրիք։ Երբ կինս փորձեց բացատրել, դուք նրան չհավատացիք։ Երբ իմ աշխատասենյակից զանգահարեցին, իմ ինքնությունը հաստատելու, դուք դա որպես կատակ ընդունեցիք։ Տնօրենը դժվարությամբ կուլ տվեց, հստակ հիշելով այն հեռախոսազանգը, որն անջատել էր կամահրանքով։ Ռուբենը իր ուշադրությունը դարձրեց Սոֆիին, որն այժմ նայում էր նրան հպարտության թեթացման փայլուն աչքերով։ Սոֆի աղջիկս, կարող ես կրկնել բոլորի համար, թե ինչ էիր գրել հայրիկիդ մասին։ Սոֆին վեր կացավ, սրբեց արցունքները պարզ ու ուժեղ ձայնով կրկնեց իր տեքստը։ Հայրիկիս անունը Ռուբեն է, նա հայկական բանակի գեներալ է։ Նա իր համազգեստի վրա 4 աստղունի աշխատում է, պաշտպանելով մեր երկիրը։ Հայրիկը շատ է ճամփորդում, երբեմն օրերով տանը չի լինում, բայց նա դա անում է, որովհետև սիրում է Հայաստանը, ուզում է, որ բոլոր ընտանիքներն ապահով լինեն։
Նրա ձայնը հուզմունքից բարձրացավ։ Նա ինձ սովորեցնում է, որ զինվորական լինել նշանակում է պատասխանատու լինել մյուս մարդկանց համար։ Ես շատ եմ հպարտանում հայրիկովս, որովհետև նա խիզախ է արդար։ Երբ Սոֆին ավարտեց, հարգալից լռություն տիրեց դասարանում։ Որոշ երեխաներ սկսեցին ինքնաբուխ ծափահարել, շուտով ողջ դասարանը ծափահարում էր Սոֆիին։ Ռուբենը ձեռքը դրեց դստեր ուսին։ Սա իմ դուստրն է։ Խիզախ, ազնիվ ճշմարտախոս։ Ճիշտ այնպես, ինչպես մայրը նրան դաստիարակել է։ Ուսուցչուհի Աննան դեմքով հոսող արցունքներով դանդաղ մոտեցավ Սոֆիին Ռուբենին։ Խեղդված ձայնով նա ասաց. «Գեներալ, Սոֆի, ես սարսափելի սխալ եմ գործել։ Ես ձեզ դատեցի իմ նախապաշարմունքներով, իմ սահմանափակ պատկերացումներով, թե ինչպիսին պետք է լինեն ընտանիքները»։ Նա ծնկի իջավ Սոֆիի առաջ, աղջկա հասակին հավասարվելով։ «Սոֆի, սիրելիս, ես սրտանց ներողություն եմ խնդրում։ Դու ամբողջ ընթացքում ճիշտ էիր, իսկ ես լիովին սխալ էի։ Դու խիզախ ազնիվ աղջիկ ես, ես պետք է հավատայի քեզ»։ Սոֆին դեռս խոնավ աչքերով, բայց առանց վրեժխնդրության նայեց ուսուցչուհուն։ «Ընկեր ուսուցիչ, մայրս ինձ սովորեցրել է, որ բոլորը սխալվում են։ Կարևորն այն է, որ ընդունես փորձես ավելի լավը դառնալ»։ Ուսուցչուհի Աննան ավելի շատ լաց եղավ, լսելով այն երեխայի մեծահոգությունը, որին ինքը նվաստացրել էր։ Ռուբենը հետեց տեսարանին ղեկավարի իմաստությամբ ասաց. «Ընկեր Աննա, այսօր տեղի ունեցածը ցավալի էր, բայց կարող է վերածվել արժեքավոր դասի բոլորիս համար։ Նախապաշարմունքները գոյություն ունեն ամենուր, նույնիսկ այն միջավայրերում, որոնք պետք է ամենաանվտանգը լինեն մեր երեխաների համար»։ Նա համազգեստի գրպանից ինչ-որ բան հանեց։ Զինվորական պատվո մետաղադրամ, ոսկեգույն փայլուն։ Այս մետաղադրամը խորհրդանշում է խիզախություն պատիվ։ Ես կցանկանայի մեկը տալ Սոֆիին, իր խիզախության համար ճշմարտությունն ասելու, նույնիսկ երբ բոլորը կասկածում էին նրան։ Նա մետաղադրամը տվեց դստերը, որը բռնեց այն որպես գանձ։ Եվ ես կցանկանայի մյուսը տալ ուսուցչուհի Աննային, շարունակեց Ռուբենը, հանելով երկրորդ մետաղադրամը։ Ոչ թե նրա սխալների, այլ դրանք հրապարակայնորեն ընդունելու ներողություն խնդրելու խիզախության համար։ Դա նույնպես պատիվ է պահանջում։ Ուսուցչուհին դողացող ձեռքերով ստացավ մետաղադրամը, լիովին հուզված այդ ժեստից։ «Գեներալ», ասաց նա ամուր ձայնով, «խոստանում եմ, որ այս փորձը կօգտագործեմ ավելի լավ մանկավարժ դառնալու համար։ Երբեք այլս չեմ դատի ընտանիքին արտաքինով կամ չեմ ենթադրի, որ գիտեմ նրանց իրականությունը»։ Ռուբենը հարգալից գլխով արեց։ Դա բոլորիս պարտավորությունն է, սովորել մեր սխալներից աճել որպես մարդիկ։ Այդ պահին տիկին Գայանեն վազելով հասավ դասասենյակ։ Նա զանգ էր ստացել Ռուբենի աշխատասենյակից, որը տեղեկացրել էր, որ նա ճանապարհին է դեպի դպրոց։ Երբ տեսավ ամուսնուն շքահանդեսային համազգեստով գրկած Սոֆիին, ողջ դասարանը հարգալից լռության մեջ, անմիջապես հասկացավ, որ ճշմարտությունը վերջապես հաղթանակել է։ Ռուբենը բացեց ձեռքերը իր կնոջն ու դստերը փաթաթվեց ընդհանուր գրկախառնության մեջ, մինչ ողջ դասարանը հուզված հետում էր այդ ընտանիքին, որը վերամիավորվել էր մի փորձությունից հետո, որը փորձարկել, բայց չէր կոտրել նրանց միասնությունն ու արժեքները։ Մասնագիտությունների օրը Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում վերածվել էր շատ ավելիի, քան աշխատանքի մասին ելույթ։ Այն դարձել էր խորը դաս նախապաշարմունքի, ճշմարտության, ներման մարդկային արժանապատվության մասին։ 3 ամիս էր անցել այն օրվանից, որը փոխեց բոլորի կյանքը Հովհաննես Թումանյանի անվան դպրոցում։ Սեպտեմբերի այդ հինգշաբթի օրվա երկրորդ կեսը նշանավորել էր ոչ միայն անարդար նվաստացման ավարտը, այլ մի խորը փոխակերպման սկիզբ, որն արձագանքում էր դպրոցի պատերից շատ հեռու։ Սոֆին քայլում էր դպրոցի միջանցքներով մի վստահությամբ, որը նախկինում չուներ։ Դա ամբարտավանություն չէր, այլ այն մարդու հանգիստ վստահությունը, ով սովորել էր, որ ճշմարտությունն ասելը, նույնիսկ երբ ցավոտ է, միշտ ճիշտ ընտրություն է։ Նրա դասընկերները վերաբերվում էին նրան նորացված հարգանքով, ոչ թե հոր պաշտոնի պատճառով, այլ այն խիզախության համար, որը նա ցուցաբերել էր, ամուր մնալով իր համոզմունքներին, նույնիսկ երբ ողջ մեծահասակ աշխարհը կասկածում էր նրան։ Ուսուցչուհի Աննան լիովին փոխվել էր։ Սոֆիի հետ տեղի ունեցածը ցավոտ, բայց անհրաժեշտ հայելի էր եղել, որն արտացոլել էր նրա սեփական անգիտակցական նախապաշարմունքները։ Նա գրանցվել էր սոցիալական բազմազանության մանկական հոգեբանության դասընթացների, վճռական լինելով այլս երբեք չդատել երեխային կամ ընտանիքին արտաքինով։
Նրա դասասենյակում այժմ փակցված էին պաստառներ, տարբերություններին հարգանքի ճշմարտության գնահատման մասին ուղերձներով։ Սոֆի, կանչեց ուսուցչուհին հայոց լեզվի դասից հետո, կարող ես մի րոպեով մոտենալ։ Սոֆին հանգիստ մոտեցավ։ Այն վախը, որը նախկինում գոյություն ուներ նրանց մեջ, փոխարինվել էր անկեղծ փոխադարձ հարգանքով։ Ուզում էի քեզ մի նորություն ասել։ Հիշում ես մեր խոսակցությունը դպրոցում նախապաշարմունքների դեմ պայքարի նախագիծ ստեղծելու մասին։ Սոֆին ժպտալով գլխով արեց։ Այդ հիշարժան օրվանից հետո դպրոցը պարտավորվել էր իրական փոփոխություններ կատարել, Սոֆին հրավիրել էին մասնակցելու պլանավորմանը։ Նախագիծը հաստատվել է կրթության նախարարության կողմից։ Այն կիրականացվի տարածաշրջանի բոլոր դպրոցներում։ Անունը կլինի Սոֆի նախագիծ, լսելով բոլոր ձայները։ Ուսուցչուհին հուզված ժպտաց։ Քո խիզախությունը կօգնի հազարավոր այլ երեխաների լսված հարգված լինել։ Սոֆին զգաց, թե ինչպես է սիրտը լցվում հպարտությամբ, բայց ոչ անձնական ճանաչման համար։ Նրան ամենաշատը հուզում էր այն գիտակցությունը, որ այլ երեխաներ չեն անցնի այն ճանապարհով, որով ինքն էր անցել։ Ընկեր Աննա, կարող եմ առաջարկել, որ մենք նա հրավիրենք տարբեր մասնագիտությունների ծնողների, իրենց պատմությունները պատմելու։ Այդպես երեխաները կսովորեն, որ մարդկանց արժեքը ոչ թե նրանց արած գործի մեջ է, այլ թե ինչպես են դա անում։ Ուսուցչուհին գլխով արեց, տպավորված 10 տարեկան աղջկա հասունությունից։ Հիանալի գաղափար է, Սոֆի։ Դու շարունակում ես ինձ կարևոր բաներ սովորեցնել։ Ավելի ուշ, Սոֆին տուն հասավ, գտնելով ծնողներին խոհանոցում, ինչպես միշտ լինում էր երեկոյան։ Տիկին Գայանեն ընթրիք էր պատրաստում, մինչդեռ Ռուբենը, արդեն քաղաքացիական հագուստով, օգնում էր Անահիտին տնային աշխատանքի հարցում։ Ընտանեկան տեսարանը, որը Սոֆին միշտ նորմալ էր համարել, այժմ նրա համար էլ ավելի հատուկ նշանակություն ուներ։ Ողջույն, արքայադուստր, Ռուբենը բարձրացրեց աչքերը Անահիտի տետրից ժպտաց ավագ դստերը։ Ինչպես անցավ դպրոցն այսօր։ Սոֆին պատմեց իր անունը կրող նախագծի մասին, բայց Ռուբենն ու տիկին Գայանեն նկատեցին, որ աղջկա մտքերը զբաղված են ինչ-որ այլ բանով։ Հայրիկ, ասաց Սոֆին, նստելով սեղանի մոտ նրա կողքին, կարող եմ քեզ մի հարց տալ։ Իհարկե, աղջիկս։ Միշտ։ Սոֆին խորը շունչ քաշեց, կարգի բերելով մտքերը։ Ինչու դուք ինձ երբեք չեք ասել, որ որոշ մարդիկ կարող են չհավատալ, թե ով է մեր հայրը։ Ռուբենն ու տիկին Գայանեն փոխանակվեցին խորհրդածությամբ լի հայացքներով։ Դա մի հարց էր, որին նրանք սպասում մի նույն ժամանակ վախենում էին։ Ռուբենը վերցրեց դստեր փոքրիկ ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Սոֆի, մայր թես ուզում էինք, որ դու մեծանաս հավատալով, որ աշխարհն արդար է, որ մարդկանց դատում են իրենց բնավորությամբ, ոչ թե սոցիալական վիճակով։ Ուզում էինք քեզ հնարավորինս երկար պաշտպանել նախապաշարմունքների իրականությունից։ Տիկին Գայանեն մոտեցավ, ձեռքերը սրբելով գոգնոցին, նստեց Սոֆիի մյուս կողմում։ Աղջիկս, մենք գիտեինք, որ մի օր դու կբախվես դժվար իրավիճակների, բայց հույս ունեինք, որ երբ դա տեղի ունենա, դու արդեն ավելի մեծ պատրաստված կլինես։ Սոֆին մտածկոտ արտահայտությամբ նայեց նրանց երկուսին։ Բայց դուք ինձ պատրաստել եք։ Դուք ինձ սովորեցրել եք, որ ճշմարտությունը միշտ ավելի կարևոր է, քան մյուս մարդկանց հավանությունը։ Սովորեցրել եք, որ բոլոր մասնագիտություններն արժանապատիվ են։ Սովորեցրել եք, որ սերն ավելի կարևոր է, քան փողը։ Ռուբենը կոկորդում խեղդոց զգաց։ Եվ դու ապացուցեցիր, որ սովորել ես այդ դասերը, աղջիկս։ Երբ բոլորը կասկածում էին քեզ, դու չփոխեցիր քո տարբերակը, ոչ մեկին հաճոյանալու համար։ Հայրիկ, շարունակեց Սոֆին, կարող եմ քեզ մեկ հարց տալ։ Կարող ես, արքայադուստր։ Ինչու որոշեցիք այդ օրը գալ դպրոց։ Դուք կարող էիք պարզապես նամակ ուղարկել կամ զանգահարել տնօրենին։ Ռուբենը ժպտաց, հիշելով այդ որոշման պահը։ Սոֆի, երբ մայրդ ինձ պատմեց, թե ինչ է տեղի ունեցել, ես հասկացա, որ խնդիրը միայն իմ ով լինելն ապացուցելը չէր։ Խնդիրն այն էր, որ ցույց տայի քեզ, որ քո ծնողները միշտ կլինեն քո կողքին, երբ դու նրանց կարիքն ունենաս։ Եվ խնդիրն այն էր, որ այդ մարդկանց սովորեցնեի, որ ընտանիքը չի սահմանվում բանկային հաշվով կամ հասցեով, այլ սիրով այն արժեքներով, որոնք մենք կիսում ենք։ Սոֆին գլխով արեց, ընկալելով հոր խոսքերը։ Իսկ ինչու՞ շքահանդեսային համազգեստով եկաք։ Տիկին Գայանեն մեղմ ծիծաղեց։ Ախ, Սոֆի, հայրդ 2 ժամ ընտրում էր, թե որ համազգեստը հագնի։
Նա ուզում էր համոզված լինել, որ բոլորը կհասկանան, որ նա շատ լուրջ է վերաբերվում քո հայրը լինելուն։ Ռուբենը մի փոքր կարմրեց։ Ես ուզում էի, որ դու հպարտանաս ինձնով, արքայադուստր։ Այնպես, ինչպես ես եմ հպարտանում քեզնով ամեն օր։ Հայրիկ, ես միշտ հպարտացել եմ ձեզնով։ Նույնիսկ երբ մտածում էի, որ սխալ եմ հասկացել ձեր աշխատանքի մասին, ես շարունակում էի հպարտանալ, որովհետև դուք հոգատար արդար հայր եք։ Ռուբենը Սոֆիին ամուր գրկեց, զգալով, որ դուստրը շատ է հասունացել այդ 3 ամիսների ընթացքում։ Այդ գիշեր, երբ Անահիտն արդեն քնած էր, Սոֆին մոտեցավ իր սենյակի պատուհանին, նայեց աստղերին։ Նա մտածեց այն ամենի մասին, ինչ սովորել էր։ Որ ճշմարտությունն ասելը երբեմն ավելի շատ խիզախություն է պահանջում, քան ճակատամարտի դիմակայելը, որ նախապաշարմունքները կարող են գոյություն ունենալ նույնիսկ այնտեղ, որտեղ ամենաքիչն ենք սպասում, որ արժանապատվությունը գալիս է ներսից, ոչ թե դրսից։ Նա մտածեց ուսուցչուհի Աննայի մասին, որը դարձել էր նրա ամենամեծ պաշտպաններից մեկը դպրոցում։ Մտածեց տնօրեն ընկեր Մարկոսյանի մասին, որն այժմ բոլոր ընտանիքներին ավելի մեծ հարգանքով ուշադրությամբ էր ողջունում։ Մտածեց իր դասընկերների մասին, որոնք սովորել էին, որ ընտանիքները կարող են շատ տարբեր լինել սպասելիքներից։ Բայց ամենից շատ Սոֆին մտածեց այն ամենակարևոր դասի մասին, որը սովորել էր։ Որ իսկական սերը չի թաքնվում, չի ամաչում, որ երբ ընտանիքը միավորված է ամուր արժեքներով, ոչ մի նախապաշարմունք բավականաչափ ուժեղ չէ այն կոտրելու համար։ Հաջորդ ամիս Սոֆիի պատմությունը հանրապետական հնչեղություն ստացավ։ Տեղական մի թերթ հոդված էր գրել դպրոցում իրականացված նախագծի մասին, պատմությունը տարածվել էր սոցիալական ցանցերով։ Ոչ թե Ռուբենի զինվորական պաշտոնի, այլ սոցիալական նախապաշարմունքների դեմ պայքարի դասի համար, որը իրավիճակը տվել էր։ Հարյուրավոր ընտանիքներ հաղորդագրություններ ուղարկեցին, պատմելով շտապողական դատողությունների հետ կապված իրենց սեփական փորձառությունների մասին։ Երկրի բոլոր ծայրերից ուսուցիչները տեղեկություններ խնդրեցին Սոֆի նախագծի մասին, իրենց դպրոցներում իրականացնելու համար։ Պատմությունը դիպել էր իրական սոցիալական վերքի բուժման ճանապարհ էր առաջարկել։ Սոֆին հրավերներ ստացավ մի քանի դպրոցներում ելույթ ունենալու, միշտ ծնողների ուղեկցությամբ։ Բայց Ռուբենն ու տիկին Գայանեն զգույշ էին, չցանկանալով, որ դուստրը ճնշում զգա կամ որ փորձը վերածվի մի բանի, որն ավելի մեծ է, քան նա կարող է կառավարել։ Սոֆի, ասաց Ռուբենը մի առավոտ նախաճաշի ժամանակ, դու պարտավոր չես խոսել տեղի ունեցածի մասին, եթե չես ուզում։ Կարևորն այն է, որ դու սովորեցիր աճեցիր այդ փորձով։ Հայրիկ, ես ուզում եմ օգնել այլ երեխաների։ Բայց միայն մի քանի դպրոցներում, միայն երբ ես ինձ պատրաստ զգամ։ Տիկին Գայանեն ժպտաց, տեսնելով դստեր հասունությունը։ Դու կիմանաս, երբ ճիշտ ժամանակը լինի, ծաղիկս։ Դեպքից 6 ամիս անց Սոֆին նույն դասասենյակում էր, բայց ամեն ինչ փոխվել էր։ Ուսուցչուհի Աննան դարձել էր տարածաշրջանի ամենահարգված մանկավարժներից մեկը, սոցիալական ներառման աշխատանքի համար։ Տնօրենը ներդրել էր կանոնակարգեր, ապահովելու, որ բոլոր ընտանիքները լսված հարգված լինեն, անկախ նրանց սոցիալ-տնտեսական վիճակից։ Դպրոցը հյուրեր էր ընդունում այլ հաստատություններից, որոնք ուզում էին ծանոթանալ նախագծին։ Բայց ամենակարևորն այն էր, որ Սոֆին նրա դասընկերները մեծանում էին մի միջավայրում, որտեղ տարբերությունները տոնվում էին, ոչ թե դատվում։ Մարտի մի առավոտ, դեպքից գրեթե 1 տարի անց, Սոֆին դասավորում էր իր իրերը, երբ գտավ այն պատվո-մետաղադրամը, որը հայրը տվել էր նրան այդ հիշարժան օրը։ Նա այն բռնում էր ամեն անգամ, երբ խիզախության կարիք ուներ դժվար իրավիճակների դիմակայելու համար։ Սոֆի, կանչեց Մարինեն, նրա դասընկերուհին, իմ հորաքրոջ աղջիկը տեղափոխվում է այստեղ սովորելու է մեր դպրոցում։ Նա նյարդայնանում է, որովհետև նախորդ դպրոցում երեխաները ծաղրում էին նրան, քանի որ հայրն աշխատում է որպես աղբահան։ Սոֆին մետաղադրամը դրեց գրպանը, ժպտաց ընկերուհուն։ Բեր նրան ինձ հետ զրուցելու։ Ես նրան կպատմեմ, որ այստեղ մենք սովորում ենք, որ բոլոր մասնագիտությունները կարևոր են, որ մարդկանց արժեքը նրանց սրտի մեջ է, ոչ թե նրանց արած աշխատանքի։ Այդ պահին Սոֆին լիովին հասկացավ իր փորձի ժառանգությունը։ Խնդիրը գեներալ հայր ունենալը չէր, այլ ամուր արժեքներ ունենալը։ Խնդիրը նախապաշարմունքի դեմ ճակատամարտում հաղթելը չէր, այլ ամեն օր շարունակել պայքարել ավելի արդար հասկացող աշխարհի համար։ Երբ այդ երեկո տուն հասավ, գտավ ծնողներին խոհանոցում, ինչպես միշտ։ Տիկին Գայանեն պատրաստում էր նրա սիրելի ընթրիքը, իսկ Ռուբենը արդեն առանց համազգեստի օգնում էր Անահիտին մասնագիտությունների մասին դպրոցական նախագծի հարցում։
Ինչպես անցավ դպրոցն այսօր, արքայադուստր, հարցրեց Ռուբենը, ինչպես անում էր ամեն օր։ Սոֆին ժպտաց, գրկեց երկու ծնողներին ասաց. Սովորական օր էր, հայրիկ։ Եվ դա աշխարհի ամենահրաշալի բանն է։ Ռուբենն ու տիկին Գայանեն իրար նայեցին, ժպտացին, հասկանալով, որ իրենց դուստրը գտել է իր ներքին ուժը։ Սոֆին սովորել էր, որ սովորականությունը, երբ կառուցված է սիրո, հարգանքի, ճշմարտության ամուր հիմքերի վրա, ամենամեծ գանձն է, որը կարող է ունենալ ընտանիքը։ Եվ այսպես, աղջիկը, որը մի օր նվաստացվել էր իր ընտանիքի մասին ճշմարտությունն ասելու համար, մեծացավ, դառնալով մի երիտասարդ կին, որը գիտեր, որ խիզախությունը վախ չունենալու մեջ չէ, այլ ճիշտը անելու մեջ, նույնիսկ երբ վախենում ես։ Գիտեր, որ արժանապատվությունը չի գալիս նրանից, թե ինչ են մտածում ուրիշները մեր մասին, այլ նրանից, թե ինչ ենք մենք մտածում մեր մասին։ Եվ ամենակարևորը, գիտեր, որ իսկական սերը, լինի դա ընտանիքի անդամների, ընկերների, թե համայնքների մեջ, միշտ գտնում է ճանապարհ հաղթանակելու նախապաշարմունքի անըմբռնողության նկատմամբ։ Սոֆիի կյանքը շարունակվեց, ընդմիջվելով մեծանալու սովորական մարտահրավերներով, առօրյա ուրախություններով, մի ընտանիքի մշտական սիրով, որը սովորել էր, որ իր ուժը ոչ թե Ռուբենի պաշտոնից էր գալիս բանակում, ոչ էլ տիկին Գայանեի աշխատանքից իր մաքրած տներում, այլ այն արժեքներից, որոնք նրանք կիսում էին, այն խիզախությունից, որն ունեին դրանք պաշտպանելու համար։ Եվ ամեն անգամ, երբ Սոֆին բախվում էր դժվար իրավիճակի, նա հիշում էր սեպտեմբերի այն օրը, երբ սովորեց, որ ճշմարտությունը, նույնիսկ երբ ցավոտ է, միշտ արժե պաշտպանել։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոֆիի պատմությունը խորապես հուզեց ձեր սրտերը, ինչպես հուզեց մեր էլ դրա ստեղծման ընթացքում։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ նախապաշարմունքը կարող է առաջանալ ամենաանսպասելի վայրերում, բայց նա սովորեցնում է, որ երեխայի խիզախությունը կարող է փոխել ոչ միայն իր սեփական կյանքը, այլ մի ամբողջ համայնք։ Սոֆին մեզ ցույց տվեց, որ կարող չէ, թե քանի մարդ է կասկածում մեզ։ Երբ գիտենք, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, երբ մեզ աջակցում է մեր ընտանիքի իսկական սերը, մենք կարող ենք դիմակայել ցանկացած փոթորկի։ Տիկին Գայանեն մեզ սովորեցրեց, որ աշխատանքի արժանապատվությունը չի չափվում աշխատավարձով կամ սոցիալական կարգավիճակով, այլ այն նվիրումով, սիրով, որով մենք կատարում ենք մեր խնդիրները։ Ռուբենը մեզ ցույց տվեց, որ իսկական առաջնորդությունը դրսևորվում է ոչ թե ուրիշների վրա իշխանությամբ, այլ նրանց պաշտպանելու օրինակով, սովորեցնելու կարողությամբ, ում սիրում ենք։ Եթե այս պատմությունը ձեզ մոտ որևէ հուզմունք առաջացրեց, եթե ստիպեց մտածել ձեր սեփական նախապաշարմունքների մասին կամ հիշել որևէ անարդարություն, որին ականատես եք եղել կամ ապրել, անպայման կիսվեք մեկնաբանություններում։ Ձեր փորձառություններն ու մտորումները հարստացնում են մեր համայնքը, օգնում մեզ ստեղծել ավելի հուզիչ ճշմարիտ պատմություններ։ Դրեք ձեր հավանումը, եթե Սոֆին նրա ընտանիքը մի փոքր տեղ գրավեցին ձեր սրտերում, բաժանորդագրվեք ալիքին, ստանալու մեր բոլոր հուզիչ պատմությունները։ Յուրաքանչյուր պատմություն, որը մենք պատմում ենք, կրում է դաս սիրո, խիզախության, հաղթահարման, մարդկային արժանապատվության մասին։ Մենք հավատում ենք, որ պատմությունների միջոցով կարող ենք կառուցել ավելի հասկացող արդար աշխարհ։ Շնորհակալություն այս հուզիչ ճամփորդության ընթացքում մեզ հետ լինելու համար։ Կհանդիպենք հաջորդ թողարկմանը նոր պատմությամբ, որը խոստանում է ավելի խորը դիպչել մարդկային հոգուն։